Ֆուտբոլի Հայաստանի առողջության բարձրագույն խմբի 12-րդ տուրում մրցաշարի առաջատար Երևանի Ուլիսը ոչ ոքի խաղալով ետնապահ Արարատի հետ առաջին տեղը զիջեց Կապանի Գանձասարին։ Ուլիսի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը թիմի սայթակումը բացատրում է մի քանի գործոններով, այդ թվում հիմնական մեծ խնդիրը գոլ բաց թողելու մեր այսօրվա պաշտպանության անհաջող ոչ կայուն խաղն էր։ Իսկ ինչով է բացատրում Ուլիսի գլխավոր մարզիչը իր թիմի հաջող մեկնարկը այս մրցաշրջանում։ Լավ նախապատրաստական շրջան անցկացրեց Ուլիսը երկու արտասահմանյան հավաքով, մյուս թիմերն էլ սկսեցին միավորնել կորցնել, ու այսօր ես մենակ Ուլիսով չեմ ուզում այդ փաստը արձանագրեմ։ Գալիք 13-րդ տուրում Ուլիսը սեփական հարկի տակ ընդունելու է Միկային, որը վերջին 3 խաղում վաստակել է 1 միավոր։ Չնայած այդ փաստին Սևադա Արզումանյանը մեծ հարգանքով վերաբերում իր մրցակցին, որովհետև Միկան համարվում է եւ ես ինքս եմ համարում Հայաստանի ուժեղ թիմերից մեկը, հոգեբանական վիճակը աշխատել ենք բարձրացնել թիմի, ամենայն լրջությամբ պետք է պատրաստվենք։ Գագիկ Եղիազարյան, Արամ Մնացականյան, IPF